Բարև սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Եթերը նորից քարտեզիրա պայելով կանեմ, այս անգամ Հայաստանն է, ու հիմնական խոսքը ուղղված է Հայաստանին, այն ինչ որ Աստված ունի Հայաստանի համար, ու այն ամենը, թե ինչ է սպասվում Հայաստանին, ինչ է ասի Աստված Հայաստանի համար, ու գալիք փոփոխությունների մասին Աստված ոնց էր ցույց տալի ու պատրաստում։ Եթե հիշում եք, դեռ տարիներ առաջ ես խոսում եմ այն մասին, որ Ռուսաստանի փոխարեն մեր տարածաշրջան գալիս է Հայաստանը։ Ես մի քանի անգամ պատմել եմ այդ երազը, որ տեսել եմ Ռոսիա կինոթատրոնի մոտ երկնքում Հայաստանի երկնակամարում, երբ որ մարտի էին բռնված ամերիկյան և ռուսական արհեստական արբանյակները 5-5-ի դեմ, ու մարտը արդեն իսկ սկսվելու վրա էր, ու հենց այդ պահին ամերիկյան արհեստական այդ արբանյակների կողքին հայտնվեցին ևս 8-ը, որոնք կային, միշտ եղել են, ուղղակի իրանք անտեսանելի են եղել, բայց այդ պահին ցանկացան, որ դառնան տեսանելի, ու ստացվեց, որ անհավասար մենամարտ է սկսվում 13 ամերիկյան արհեստական արբանյակը 5 ռուսականի դեմ, բայց քանի որ մարտը անխուսափելի էր, այն սկսվեց, ու շատ արագ ձևով ռուսական մի այդ արբանյակը խոցվեց, երբ որ ինքը խոցվեց, ընկավ ներքև, երբ որ ընկավ ներքև, արդեն Ռոսիա կինոթատրոնի մոտ էր, ինքը մարդու տեսք ստացավ, իր այն 4 ընկերները, 4 արբանյակները իջան ներքև, իրան վերցրեցին ու տեղափոխեցին Ռոսիա կինոթատրոն, ու ամբողջությամբ հայկական երկնակամարը մնաց ամերիկյան վերահսկողության մեջ։ Սա մի երազ էր, որը տարիներ առաջ պատմել եմ, որ դեռ դեպքերի նման զարգացում չկար, ու ես շատ էի ասում, որ գալու է օրը, որ Ռուսաստանի փոխարեն Ամերիկանա լինելու մեր տարածաշրջանում Հայաստանի երկնակամարում։ Ոնց տեսակ տարիները անցան, դեպքերի զարգացումներ տեսանք, ու այսօր մենք ռեալ արդեն տեսնում ենք Ամերիկային մեր տարածքում, ու գալիս է Ռուսաստանի փոխարեն, վերցնում է այն ամենը իր վերահսկողության մեջ, ինչը մի ժամանակ Ռուսաստանին է եղել։ Ու գիտեք ինչն է հետաքրքիրը, իմ սպասումների մեջ ես սպասում էի, որ Ամերիկան գալիս է մեզ ազատագրելու ռուսական գերությունից, քանի որ եթե հիշում եք, երբ որ ես տեսիլքի մասին խոսում էի, ես տեսիլքը տեսնելուց 10 տարի առաջ, 11 տարի առաջ, ես տեսել եմ այս սահմաններով Հայաստանը, տեսիլքի մեջ տեսնում էի սա, ու աղոթքի մեջ ասում էի, Թուրքիա, բաց թող Հայաստանի տարածքները, ու երբ որ ես ասեցի, այս մասը սենց միացավ մեր Հայաստանին, ամբողջական դառավ, հետո ասեցի Ադրբեջան, բաց թող Հայաստանի տարածքները, տեսա, որ այս մասը սենց եկավ ու առանձնացավ ու միացավ Հայաստանին, հետո ասեցի Պարսկաստան, բաց թող Հայաստանի տարածքները, հետո ես տեսա, որ այս տակի մասը, այստեղից սենց միանում է ու դառնում է էլի Հայաստանի ամբողջական մաս է դառնում, հետո ասեցի Վրաստան, բաց թող Հայաստանի փոքր մասը, ու ես տեսա, որ այս վերևի մասից փոքր հատված ինքն էլ միացավ, ու երբ որ այդ ամբողջը ստեղծվեց, այսենց դառավ ամբողջական մեծ հայքի սահմաններով Հայաստանը, ու ես ասեցի Ռուսաստան, բաց թող Հայաստանը, արդեն նկատի ունեի այս Հայաստանը, այս մեծ Հայաստանը, դրանից հետո ասեցի սա է մինի Արարատի ասքանազի թագավորությունը, որը բարձրանում է վերջի ժամանակներում Բաբելոնի դեմ, սա ամբողջ տեսիլքն էր, որ ստացել եմ 2015 թվականին, ու դրանից հետո
ես սպասում ունեի, որ պետքա լինի Հայաստանի ազատագրումը այս բոլոր տարածքներից, որտեղ աղոթքի մեջ նշում էի ու հրամայում էի, որ իրանք բաց թողեն, հնազանդվեն Աստծո կամքին ու Հայաստանի տարածքները լինեն ազատագրված։ Ոնց տեսնում եք, մենք չունենք Ռուսաստանի հետ սահման, բայց վերջնական տարածքը, երբ որ մեծ հայքի սահմաններով Հայաստանը ձևավորված էր, Աստված դիմում էր Ռուսաստանին ու իրան էր ասում բաց թող Հայաստանը։ Ես հասկանում եմ, որ Հայաստանը գտնվում է ռուսական իշխանության տակ, ռուսական գերության մեջ, որից պետք է ստանա իր ազատագրումը։ Ու այս երազը պատմելով, այս կոչը հնչեցնելով, ես այս երկրերին ասում էի Աստծո կամքի մասին, որ հնազանդվեն, Աստծո կամքը կատարեն, որպեսզի Աստծո կամքը կատարելով օրհնության մեջ լինեն, որովհետև եթե Աստծո կամքին հակառակված շարունակեն մնան, Աստծո դատաստանները կգա իրանց վրա։ Մենք հետագայում տեսանք Ռուսաստանի հետ ինչ կատարվեց ու մինչև հիմա ինչ է կատարվում։ Այդ գերհզոր տերությունը, որ ուներ հեղինակություն, սկսեց թուլանալ։ Ոչ մեկ դրան չէր հավատում։ Բայց երբ որ մի բանը Աստծո կամքին է հակառակված, ինչքան ուզում է հզոր լինի այդ երկիրը, կթուլանա, ինքն էլ չի հասկանա, թե ինչ է իր հետ կատարվում։ Ու մինչև այսօր այդ process-ն է գնում։ Ու դրա արդյունքում է, որ Ռուսաստանը այլևս չի կարողանում իր վերահսկողությունը պահի Հայաստանի վրա ու բնականը հեռանում է։ Ու այդ երազը ոնց տեսել էի, որ մեր երկնակամարը փոխվում է ու դառնում է ամերիկյան վերահսկողության տակ, այս օրերին մենք տեսնում ենք արդեն սկսում է կատարվել։ Գիտեք, բայց ի՞նչն է հետաքրքիրը, ես նորից եմ ասում, ես այդ ամեն ինչը տեսնելով սպասում ունեի, որ Ամերիկան գալով ինքը ասես թե Ռուսաստանին դուրս մղելով, Ռուսաստանին դուրս է մղում նրա համար, որովհետև Ռուսաստանը աննազանդ է Աստծո կամքին, ու դրա համար պատժվում է, թուլանում է ու հեռանում է։ Ու մտածում էի, որ ամերիկացիները գալիս են Աստծո կամքը կատարելու, այն ինչ որ չի անում Ռուսաստանը, Ամերիկան կանի։ Մանավանդ որ մի քանի տարի հետո ընտրություններից առաջ, եթե կհիշեք, ես արդեն խոսք ունեի Ամերիկայի համար, երբ որ ասացի Աստված կոչ է անում Ամերիկային կյանքի կոչել Սևրի պայմանագիրը։ Սա հստակ ուղերձ էր Աստծուց արդեն Ամերիկային, թե ինչի մեջ է Աստված տեսնում Ամերիկայի գործառույթը, ինչով է հրավիրում Ամերիկային մեր տարածաշրջան, ինչ հանձնարարություն է տալիս։ Ու այդ ժամանակ Բայդենի կառավարությունն էր։ Ու իրանք իրանց իշխանությունը կորցրեցին, որովհետև Բայդենը հենց այդ նույն օրը հայտարարեց այն մասին, որ ինքը չի մասնակցել ընտրապայքարին։ Հետագայում մենք տեսանք, որ դեմոկրատները պարտություն կրեցին ու ասպարեզից հեռացան։ Երբ որ վերադարձան հանրապետականները, ես ակնկալում էի, որ հանրապետականները կկատարեն այն, ինչ որ դեմոկրատները չուզեցին կատարեն։ Ու հիմա ամերիկացիները ներկա են արդեն մեր տարածքում Հայաստանում։ Այն պայմանագրերը, համաձայնագրերը, որ կան, բոլորս գիտենք։ Թրամփի ուղի ասվածն է ու դրա հետևում թե ինչեր կան, չգիտենք։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիրը, երբ որ ես նայում եմ Ամերիկայի պահվածքին, Ամերիկայի հայտարարություններին, ամենևին խոսք չի գնում այն մասին, որ ամերիկացիները եկել են մեր տարածաշրջան Սևրի պայմանագիրը կյանքի կոչելու։ Ես ընդհանրապես չեմ տեսնում, որ ամերիկացիները ինչ-որ ձևով փորձում են Հայաստանը գերությունից ազատեն։ Ես հիմա, երբ որ հիշում եմ այն երազը, որտեղ այդ արբանյակների մասին, որ ասեմ մեր երկնակամարից ռուսականները հեռացան, ամերիկյանները մնացին, ես հասկանում եմ, որ Հայաստանը մնաց նույն կարգավիճակում։ Այն ժամանակ Ռուսաստանի գերին էր, հիմա էլ դառնում է Ամերիկայի գերին։ Նույն վերահսկողությունն է մնում։ Փոխվում է երկիրը,
փոխվում է երկրի տեսիլքը։ Եթե Ռուսաստանը Հայաստանը իր տարածքում իր մաս որպես դիտել է որպես ԽՍՀՄ-ի մասնիկ ու Հայաստանին օգտագործել է իր շահերի համար 200 տարուց ավել իր գերության մեջ է պահել իր նպատակների ու իր ծրագրերի համար, ապա ես հիմա տեսնում եմ, որ ամերիկացիներն էլ գալիս են, իրանք էլ իրանց ծրագրերն ունեն Հայաստանի վրա ու Հայաստանը դիտարկում են իրանց շահերի տեսանկյունից, իրանց ծրագրերի համար։ Ու իմ համար իհարկե մեծ շոկ էր նա, երբ որ ես լսեցի, որ ամերիկացիները Հայաստանը դիտում են որպես թուրքական աշխարհի մի մաս։ Սկզբից ոչ մի ձև սա չէի կարող հասկանայի, թե ոնց կարան ամերիկացիները նման բան իրանց թույլ տան, բայց ես տեսա, որ ամերիկացիները գալիս են մեր տարածաշրջան Հայաստան ոչ թե Աստծո կամքը կատարելու, այլ իրանց ծրագրերը առաջ տանելու։ Ու այդ ծրագրերի մեջ մտած է, որ Հայաստան իրանք դիտում են որպես թուրքական աշխարհի մի մաս։ Ոստեղ շատ կարևոր է մի բան։ Ամերիկացիները իմանալով Աստծո կամքը, ոնց է որ համարձակվում են Աստծո կամքին հակառակ որոշումներ կայացնել, տեսնելով իրանց աչքի առաջ ունենալով Ռուսաստանի օրինակը, երբ որ Ռուսաստանը իրանց աննազանդության պատճառով այսօր թուլացավ, հակառակվեց Աստծուն ու կորցրեց իր զորությունը։ Ամերիկացինը այսօր ասես թե կուրորեն կատարում են նույն սխալը, ինչ որ արեց Ռուսաստանը։ Անարգում են Աստծո խոսքը, որ Աստված իրանց ասել է, կյանքի կոչել Սևրի պայմանագիրը, ու իրանք անում են այն, ինչ որ իրանք են ուզում։ Ոստեղ ուզում եմ ասեմ, որ նույն վտանգի առաջ կանգնած է Ամերիկան, ոնց Ռուսաստանի հետ պատահեց, նույն բանը կարա կատարվի Ամերիկայի հետ, կապ չունի ինչքան հզոր է Ամերիկան։ Այն օրերին, երբ որ Աստված ասում է Ռուսաստանին բաց թող Հայաստանը, Ռուսաստանը դեռ երբեք չէր թուլացել ու նույն հեղինակության մեջ էր ու ինքը համարվում էր երկրագնդի երկրորդ հզոր բանակ ունեցող երկիրը։ Բայց այսօր տեսեք ոնց Աստված վերցրեց իր փառքը, Ռուսաստանի փառքը առ ոչինչ դառավ։ Ամերիկան այն երկիրն է, որ ստեղծվել է Աստծո կողմից, Աստծո ծրագրերի համար, Աստծո հանձնարարությունները կատարելու համար։ Ու հատկապես դա երևում է, երբ որ ինքը իր քաղաքականությունը նենց է վարում, որ ամբողջությամբ դա լինի Իսրայելի շահերից, որովհետև ինքը գիտի, որ Իսրայելը Աստծո կողմից ընտրված երկիր է, որտեղ մի օր վերադառնալու է Հիսուս Քրիստոսը։ Ու ամերիկացիները Աստծուն ճանաչելով, Հիսուս Քրիստոսին Տեր ու Փրկիչ ունենալով, Աստծո կամքը գիտակցորեն իմանալով հանդերձ է, որ կանգնած են Իսրայելի կողքին ու կատարում են Աստծո կամքը։ Այսինքն ամերիկացիները այս տեղում հասկանում են կարևորությունը Աստծո կամքը կատարելու։ Դրա համար է, որ Իսրայելի շահերից չեն ուզում հակառակ բան անեն։ Փորձում են Աստծո կամքը կատարեն Իսրայելի համար, որ լինեն օրհնության մեջ։ Բայց Հայաստանի դեպքում ասես թե կուրացած լինեն, ասես թե չհասկանան պահի լրջությունը։ Մանավանդ, որ Հայաստանը դիտարկել է թուրքական աշխարհի մեջ, նույնպես Իսրայելի շահերի դեմ է։ Իսրայելը խոսում ու ասում է այն մասին, որ թուրանական ծրագիրը շատ մեծ վտանգ է հենց Իսրայելի համար։ Ու այսօր Իսրայելի մասին մտածող Ամերիկան անհասկանալիորեն իր հայտարարությունները, իր քաղաքականությունը, որ փորձում է վարի Հայաստանում, ուղղված է հենց Իսրայելի դեմ։
Տպավորությունը, որ ամերիկացիները կուրացած են, այս տեղում չեն գիտակցում ինչա կատարվում։ Պատճառը, որ ժամանակ առ ժամանակ այս մասին խոսում եմ, դա նա է, որ ես ուզում եմ ամերիկացիները հստակ հասկանան Աստծո կամքը, Հայաստանի հետ կապված ինչ է իրանց հանձնարարի Աստված, ինչի համար Աստված իրանց հրավիրե Հայաստան։ Երբ որ Երեմիա 51:27 տեսիլքում Աստված ինձ ասում է ազգերին կոչ արա, որ զինեն, պատրաստեն մինին արարատն ու ասքանազը Բաբելոնի դեմ պայքարում, դա ուղերձ է, որպիսի իրանք միաբանվեն Աստծո կամքին, որպիսի Հայաստանը զինեն Աստծո կամքի համաձայն Բաբելոնի դեմ, ոչ թե Հայաստանը գան գրավեն գերության մեջ պահելու ու այլ իրավիճակների ու կառույցների մեջ ստրուկ դարձնելու։ Ես նորից եմ ասում, ամերիկացիները շատ կարևոր է այս պահին, որ սթափվեն ու տեսնեն Ռուսաստանի հետ կատարվածը։ Աստված անաչառ դատավոր է։ Աստված իր սեփականությանը կպնողին անպատիժ չի թողի։ Ու այսօր ինչքան էլ ուզում է Ամերիկան լինի գերհզոր, ինչքան էլ Ամերիկան իր ծրագրերի մեջ իր շահերը փնտրի, եթե դա Աստծո կամքին հակառակ գործողություն է, Աստված ցիրուցան կանի դա, խայտառակ ձևով կզրկի հեղինակությունից ու կթուլացնի այն կարգի, որ Ռուսաստանից ավելի վատ վիճակի մեջ կհայտնվի։ Այս ուղերձից նպատակն է, որ ամերիկացիներին սթափեցնեմ ու հասկացնեմ կարևորությունը Աստծո կամքին չհակառակվելու, որտև հակառակության դեպքում պատիժը անխուսափելի է ու շատ ծանր կլինի այդ հարվածը, որ Աստծո կողմից Ամերիկան կստանա։ Այսօր այս ամենը ասելով ասես թե հնարավորություն եմ տալիս ամերիկացիներին ուղղելու իրանց քաղաքականությունը Աստծո կամքի համաձայն։ Այս պահի դրությամբ այն ինչ որ իրանք խոսում ու ասում են, չի համապատասխանում Աստծո կամքին ու չի համապատասխանում Երեմիա 51:27 խոսքին։ Իրանց Աստված հրավիրում է Հայաստան, որպիսի մեծ հայքի սահմաններով Հայաստանը կյանքի կոչեն, սկսելով Սևրի պայմանագրից, ու հետո այս տարածքը ամբողջությամբ իրանց միսիոներներով լցնելով սկսեն Աստծո արքայության տարածումը, ոչ թե Հայաստանը տանեն թուրքացման, այլ ճիշտ հակառակը, բոլոր այն տարածքները, որ դեռ գտնվում են իսլամական գոտու ազդեցության տակ, բոլոր այդ տարածքները ազատագրեն Հիսուս Քրիստոսի համար, որ այս ամբողջ տարածքը, որը մեծ հայքն է, ճանաչի Հիսուս Քրիստոսին։ Ամերիկան, որը ստեղծված է Աստծո կողմից, Աստծո ծրագրերի համար ու համարվում է համար առաջին միսիոներական երկիրը, ամբողջ աշխարհով իր միսիան է կատարում, առաջնային Հայաստանում պետք է Հիսուս Քրիստոսի փրկության ավետարանը տարածի, Աստծո արքայությունը տարածի մեծ հայքի սահմաններով մեկ և ոչ թե հակառակը։ Ամեն գործողություն Հայաստանը տանելու թուրքական աշխարհի մեջ, թուրանյան աշխարհի մեջ, որ երկրի կողմից էլ ուզում է լինի, անիծված է ու անպտուղ է, ու այդ բոլոր երկրերը, ովքեր որ կանեն դա, շատ շուտով կունենան իրանց արժանի պատիժը ու կհեռացվեն ասպարեզից։ Հայր, ես խնդրում եմ, որ քո գերբնական զորությամբ իջնես քո տարածքի վրա, վերահսկես քո տարածքը քո հոգու զորությամբ, քո Սուրբ Հոգու կրակը թող ուժեղ ձևով գործի այս տարածքում ու ամեն քայլ, ամեն ծրագիր, ամեն գործողություն քո կամքի դեմ ուղղված թող մոխրանա քո Սուրբ Հոգու կրակի մեջ, իսկ քո կամքի դեմ գործողները թող արժանանան նույն պատժին, ինչ որ սատանան
երբ որ ինքը գողացավ Ադամի ու Եվայի սիրտը իր մոլորությունը իրանց սրտերում ցանելով։ Թող կորցնի իր հնարավորությունները, իր իշխանությունը, իր կարողությունը, ոնց օձը կորցրեց իր քայլելու հնարավորությունները ու սկսեց այդ պայից սողալով ման գալ ու հող ուտել, այդ բոլոր երկրերը, ովքեր որ դուրս են եկել Հայաստանի դեմ, փորձում են գողանան հայ ժողովրդի սիրտը, Հայաստանի սիրտը, Հայաստանը տանելով Աստծո կամքից դուրս, թող արժանանան նույն իրավիճակին, թող զրկվեն իրանց քայլելու հնարավորություններից, թող իրանց հնարավորությունները սահմանափակվեն ու իրանք հայտնվեն շատ խեղճ վիճակի մեջ, ուղղակի մի կերպ իրանց գոյությունը պահելով, հնարավորություն ստանալով ապաշխարելու, վերականգնվելու համար։ Տեր, սա քո պատասխանն է քո կամքի դեմ գործողների վրա։ Ամեն կենտրոն, որտեղից արձակված է դիվային ծրագիրը քո կամքի դեմ, որը գործողություն է Երեմիա 51:27-ի դեմ, թող արժանանա քո արդար դատաստանին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Ամեն սիրելի հայ, շնորհակալ եմ, որ դու քո փառավոր ծրագիրն ես իրականացնում քո խոսնունքի երկրի վրա, որը մեծ հայքի սահմաններով Հայաստանն է, դու ես քո հոգու զորությամբ բարձրացնում Հայաստանը, մեծ հայքը ու բոլոր քո կամքը կատարողների վրա բերում ես քո օրհնությունն ու գերբնական պաշտպանությունը հավիտյանս հավիտենից, ամեն։